Սիրիլ Խոյեր, բարի արև, այսօր արևը ձեր ուրեմն ձեզ մոտ, ձեր նշանում ինքը գտնվում է էգզալտացիայում, բարձրակետում դրական դրսևորմամբ և քանի որ այսօր ուրեմն լուսնի խավարումն է բոլոր դեպքերում առաջիկա երկու շաբաթ մենք կգտնվենք խավարման միջանցքում, ես ձեզ ցանկանում եմ շատ արևներ, լույս և հորդորում եմ ձեզ լինել զգոն, որովհետև բոլոր դեպքերում խավարման միջանցք է և այն բոլոր իրադարձությունները, որոնք իրենց մեջ մեր կպարունակեն ռիսկեր, ուրեմն չենք գնում քայլեր չենք անում կամ վտանգ եթե նկատում եք, ուրեմն պետք չի այդ քայլը անել այսպես և ապրիլ ամսվա կանխատեսումն եմ ուզում ձեր նշանի համար ներկայացնել բոլոր նրանց ում ասցենդենտի նշանն է հիմնականում 70% աշխատում է ասցենդենտի նշանը ում ասցենդենտի նշանն է խոյը և սա վերաբերում է բոլոր նրանց ում արևն է գտնվում խոյի նշանում Եվ այսպես, ինչ ունենք մենք ապրիլ ամսին, նախ ասացի խավարման միջանցքով խավարով ենք մտնում ապրիլ ամիսը ինքը դժվար է լինելու, որտեղ էմոցիաները շատ բարձր են լինելու, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է լինելու ձեզ մոտ, դժվար կլինի, որտեղ ձեր մոլորակը գտնվում է ջրի նշանում, ձկա նշանում, դա ձեր համար շատ այդպես շատ ծանր եք դուք տանում այդ ժամանակահատվածը բոլոր դեպքերում եւ իհարկե հենց ձեր նշանում Մերկուրին լինելու հետ ընդհանուր դուք կվերանայեք ձեր բոլոր գործերը, ձեր բոլոր քայլերը, որովհետեւ ձեզանից է կախված ղեկը ձեր ձեռքին է եւ դուք պիտի կոնկրետ որոշեք ինչ քայլեր եք անում այլևս կախված հիմնականում պարտներով հետ որտեղ խավարումները հենց այդ առանցքում են լինելու լուսնի խավարումը ուրեմն հենց այսօր առավոտյան Հայաստանի ժամանակով 11:00-11-ին է եղել լուսնի խավարումը եւ այդտեղ հենց ձեր առանցքն է այսինքն կշերքի նշանում եւ արդեն արևի խավարումը ապրիլի 8-ին լինելու է հենց ձեր նշանում այսինքն կավարտվի ինչ որ մի 1-2 տարի ինչ որ գործի մեջ եք ներքաշված դա կավարտվի պարտների հետ կապված, այստեղ կարող են իրավական, դատական հարցեր եւ իհարկե ես ասել եմ, որ մի քանի հաղորդում առաջ ես ասել եմ, որ դատական թեման բոլորի մոտ է այդպես գնում ահա եւ իհարկե եւ այդ բնականաբար այդ միտքը ինձանից շատ մեծ հաջողությամբ գողանում են հիշեցի ուղակի գողանում են գուշակները բոշեքը առանց դրա ոչինչ չի ստացվում կարծես թե ինչևէ հիշեցի եւ ձեզ մոտ ուրեմն խոսվում է սկզբի մասին նոր սկիզբ դրեք սա ասեմ որ լավ արևի խավարում է եւ կարող եք սկիզբ դնել բայց շտապել պետք չի որովհետեւ մայիսի 10-ից նոր հիմա դուք վերանայում եք ձեր հնարավորությունները հասկանում եք ձեր խնդիրները որտեղ եք ուրեմն սխալներ թույլ տվել, որպեսզի այն չկրկնեք եւ արդեն սկիզբը դա լինի շատ ավելի ճիշտ եւ ձեր արդեն փորձ ձեռք բերած լինեք փորձերի ձեռք բերած փորձի հիման վրա, այսինքն կարելի ասել այդ ամենի վրա կառուցել այն ինչ որ ուզում եք անել Ուրեմն դա էր եւ արևի խավարումը Վեներան մի քանի անգամ կփոխի իր նշանը Մարսը ի վերջո ապրիլի վերջին նոր դուրս կգա կմտնի արդեն ձեր նշան եւ դուք բավականին ակտիվ կլինեք ձեր գործողություններում միտքը ավելի པարզ կլինի ձեր անելիքները կիմանաք եւ իհարկե 24-ին լիալուսինը կլինի եւ արևը բնականաբար կփոխի իր նշանը դուրս կգա այլևս ձեր նշանից եւ կմտնի ցուլի նշան սա ընդհանուր պատկերներ եւ այսպես ընդհանուր ես ուրեմն ասեմ նաեւ որ ձեր ֆինանսները այստեղ ֆինանսական խնդիրներ կան կլինեն, որտեղ հնարավոր է մեծ գումար կորցնեք, բոլոր դեպքերում հիմա ձեզ մոտ այդպես է գումար է կորցնում, միգուցե նորից գումար է գալիս, բայց նորից գումար է կորցնում եւ ասեմ, որ այս ասպեկտացիան Յուպիտեր-Ուրան միացությունը, որ լինում է, այստեղ մասնակցում է նաեւ Սպիտակ լուսինը, դա լինում է 84 տարին մեկ անգամ եւ դա պայմանավորված է նրանով դուք ջրհոսի առյուծի եւ կարիճի նշանում արդյոք 20, 21, 22, 23 աշճաններում մոլորակ ունեք, ապա այդ դեպքում ձեզ համար կարող է դժվար լինել դուք գումար կորցնեք ինչ-ինչ նպատակների համար դա արդեն ձեր ծննդյան քարտեզով է պայմանավորված ես այստեղ ավելին ձեզ չեմ կարող ասել պարզապես կամ հակառակ դեպքում կարող եք մեծ գումար այդպես ստանալ եթե ինչ-որ դատական գործեր են միգուցե գումար եք շահում գումար եք ստանում իսկ եթե ուրեմն
ըստ ձեր ծննդյան քարտեզի հնարավոր է որ ասենք կորցնեք գումար, կորցնեք անշարժ գույք, բնակարան, ավտոմեքենա եւ այլն տարբեր կարող են լինել, նորից եմ կրկնում, դա ըստ ձեր ուրեմն քարտեզի ծննդյան սա ընդհանուր ես իհարկե այդ միացյան մասին ունեմ վիդեո, նրանք ովքեր չեն դիտել, որպեսզի դուք հասկանաք ձեր թե ձեզ ինչ է սպասում, ինչ կարելի անել, ես հղումը կթողնեմ այս վիդեոյի ներքևում եւ դուք կարող եք նայել եւ հասկանալ, որպեսզի ես հիմա նորից դրա վրա ժամանակ չկորցնեմ։ Չնայած որ բավականին էլի մանրամասնեցի, ինչեւ է ապրիլի 2-ից մինչև, այսպես ասենք, ամբողջ ապրիլ ամիսը, որտեղ պլյուս մինուս այդտեղ մի քանի օր Մերկուրին հենց ձեր նշանում լինելու է հետընթաց սիրելի խոյեր, ոչ մի բան չենք սկսում, վերանայում ենք, փոփոխությունը պիտի լինի ձեր միջից, դուք պիտի փոխվեք, դուք պիտի հասկանաք ինչի համար է այդպես, ինչ քայլեր եք անում, ինչ պետք է անեք, այսինքն դա կապված է բնականաբար ասացի պարտներով հետ, ցանկացած երկրորդած դատական թեմա կարող է լինել եւ ընդհանրապես պարտներով հետ կապված ինչ որ թեմաներ ուրեմն կլինեն, ոմանց մոտ միգուցե արդեն դա ավարտվել է, ոմանց մոտ այդպես հնարավոր է որ ավարտված լինի, ոմանց մոտ կարող է շարունակվել, դա պայմանավորված նորից ձեր ծննդյան քարտեզով, ինչևէ ոչ մի բան չենք սկսում, վերանայում եք եւ նորից նշեմ որ փոփոխություն պետք է լինի ձեր մեջ, մի սպասեք որ ուրեմն դիմացինը փոխվի, այլ դուք պետք է փոխեք, միգուցե ձեր աշխատանքը, միգուցե հարաբերությունները, վերաբերմունքը, մտածողությունը եւ այլն եւ ամսի 5-ին այստեղ Վեներան դուրս կգա ձեր նշանից եւ այստեղ ֆինանսների տուն կմտնի, կկարգավորի ձեր ֆինանսական վիճակը, դուք կնայեք եւ այլն կամ ինչ որ գումար կստանաք, բոլոր դեպքերում այստեղ ինքը ֆինանսական հարցերը կփորձի կարգավորել, ոմանց նաև աշխատանքի թեման կարող է լինել։ Այնուհետև ամսի 8-ին ապրիլի արևի խավարումը ամբողջական խավարումն է սա, կլինի Հայաստանի ժամանակով 22-ից 20 րոպե 43 վայրկյան, արևելույսի 20 աստիճանում կմիանան ձեր նշանում սիրելի խոյեր եւ այստեղ ազդարարում է իհարկե նոր սկզբի մասին, որ ասացի, թոթափելով այդ ամենը, որ այսօր ուրեմն խավարումն է, այդ ամենը թոթափելով դուք ձեր դիմացինի հետ արդեն ձեր հարաբերությունները ճշտեցիք, թե ֆինանսական, թե եւ այլն դատական, այնպես որ արդեն կիմանաք թե ինչպես եք շարունակելու, ինչ եք անելու, անպայման ձեր սխալներից անցած այդպես կամ պարզապես հարաբերություններից վերլուծում եք եւ փորձում եք դասեր քաղել, այնուհետև 10 պլյուս մինուս 1 օր այստեղ միգուցե փորձեն ինչ որ գաղտնի հանդիպումներ, գաղտնի խոսակցություններ կամ միգուցե ինչ որ գաղտնիք բացահայտվի, բոլոր դեպքերում այստեղ եւս բաներ կա, որ կարող է ձեզ անհանգստություն կամ էմոցիոնալ ինչ որ այդպես հարցեր լինեն, ինչ որ իրադարձություններ կատարվեն, կարող է լինել նաեւ դա պետական կառույցների հետ կապված եւ ձեզ մոտ անհանգստություն լինի, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր լինի, որն էլ ասացի կբերի այստեղ նյարդային համակարգը շարքից դուրս կգա, ուշադրություն եք դարձնում ձեր նյարդային համակարգին եւ որ կարող է առաջացնել գլխացավեր, այնպես որ ուշադիր եղեք եւ նաեւ կարող է լինել սրտի հետ կապված խնդիր, եթե դուք ունեք այդ խնդիրը եւ 17-ից 21 այ հենց Յուպիտեր Ուրան սպիտակ լուսին այդ միացությունն է, որի մասին ես արդեն խոսեցի եւ դուք այդ վիդեոյում կնայեք իմանաք, հաջորդ իրադարձությունը 19-ին արևը դուրս կգա ձեր նշանից եւ կմտնի ցոլի նշան, փորձելով ձեր ֆինանսական հարցերը այդպես կարգավորել, կհասկանաք որքան ծախսեցիք, ինչքան եք ծախսել ու չեք կորցրեցիք եւ այլն, այդ ամեն ինչը ձեզ պարզ կլինի ընթացքը եւ իհարկե 24-ին տեղի կունենա լիալուսինը գիշերը 3:48 րոպե 50 վայրկյան Հայաստանի ժամանակով արևի եւ լուսինը կհակադրվեն, կարիճի նշանում այն տեղի կունենա, դա տեսնում ենք ձեր ֆինանսներն են, այնպես որ կարծում եմ այդ 17-ից 21 ինքը ճակատագրական է, բոլոր դեպքերում անպայման չի այդ օրը կատարվի, դա կարող է ոմանց մոտ հիմա է կատարվում, ոմանց մոտ ապրիլի սկզբին եւ այլն, որտեղ իմ շատ ծանոթների մոտ ես զգուշացրել էի եւ հիմա իրենք ասում են, որ իրենց հետ դա սկսել է կատարվել, իրենց մոտ արդեն խնդիրներ կա, այնպես որ ձեզ մոտ եւս կլինի բոլորիս մոտ դա իհարկե նրանց մեր անձնական քարտեզի ձեզ մոտ ֆինանսներն են ասին ձենտով խոյերի մասին է խոսքս եւ այստեղ ձեզ համար պարզ կլինի
արդեն ինչքան եք կորցնում, տունը կորցրեցիք, չկորցրեցիք, ձեռք բերեցիք եւ այլն այս բոլոր նրբությունները եւ 29-ին ուրեմն Վեներան ուրեմն ամսի 5-ին մտնում է ձեր նշան, այստեղ ես ամսի 5-ին ուրեմն ապրիլի մտնում է ձեր նշան, իսկ արդեն 29-ին ապրիլի ձեր նշանից դուրս կգա եւ կմտնի ցուլի նշանից շփոթեցի այստեղ եւ 29-ին նոր է մտնելու ցուլի նշան, այստեղ ձեր ֆինանսներն են, իսկ ձեր նշան երբ մտնի, միգուցե դուք այստեղ նորից սիրո թեմայի խոսակցություն անդրադարձ հանդիպումներ, ֆինանսներ, այսպիսի թեմաներ կլինեն ձեզ համար, դա կարող է բերել իմիջի փոփոխություն, դուք մտածեք այդ մասին, որոշակի փոփոխություններ բոլոր դեպքերում, որքան էլ որ Վեներան իրեն լավ չի զգում, բոլոր դեպքերում դուք ուշադրություն կդարձնեք ձեր արտաքին տեսքին, սիրո թեմային, այլևս ինչպես է դա լինելու, ինչ է կանելու, հանդիպումները ինչպես են լինելու, ինչևէ, այսպիսի թեմաներ կլինեն եւ 30-ին ի վերջո Մարսը կմտնի ձեր նշան, դա ես կարծեմ ձեզ համար շատ լավ լուր է, որովհետև ի վերջո կարծես թե դուք ձեզ վերագտնում եք այդ բոլոր ապրումներից հետո ձեզ վերագտնում եք ու արդեն կարողանում եք շատ ավելի վստահ քայլել առաջ։ Այս հենց վստահությամբ էլ խոյեր ձեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։